Այսօր Նիկոլ Փաշինյանը մեկնում է Թուրքիա, ինչ ակնկալիք ունեք այդ այցից։ Շատ լավ է որ գնում է։ Ճիշտ ասած չէ դարձում։ Շատ լավ ակնկալիքներ ունեմ, ուզենամ որ հաջողությամբ ավարտվի բոլոր այդ մեր համագործակցությունը եւ ուզեի որ արդյունավետ շատ ստացվեր այդ հանդիպումը մեզ բոլորիս հայերիս համար։ Բարի ճանապարհ։ Դժվար է։ Շատ դժվար գործ է վերցրել Նիկոլը։ Ես չեմ խառնվում նման բաներով։ Ես արդեն ոչ ոքից ոչ մի ակնկալիք չունեմ, ոչ մի հիասթափված եմ ընդհանրապես ամեն ինչից։ Չգիտեմ, ինձ հետաքրքիր չի։ Ինչ ակնկալիք ունեք այդ այցից։ Ոչ մի։ Վայ ամենավատ բան Իրանը լինի Թուրքիայում, ամոթ Իրան, մենք այդքան Իրան ընտրեցինք, որպեսզի նորմալ լիներ այն նախկինները, ինքը ավելի բետար արեց, ինքն ու իր կինը։ Չգիտեմ։ Շատ վատ։ Լավ ակնկալիք չունեմ։ Ոչինչ։ Ինչ Արա դրա անունը մի տուր էլի։ Բայց քեզ է ինձ հարցնում։ որպես քաղաքացի Արա հարցրու եմ մարդիկ, որ հարգում են, սիրում են։ Բայց մեկ ես Դուք չեք հարգել Նիկոլին սիրել։ 18 թվից ես դեմ եմ եղել, 18 թվից, որ խափում էր։ Մեկը կա որ ասի Նելսոն Մանդելան 20 տարի նստեց, եկավ երկիրը ծաղկացրեց։ Ես էլ կգամ 20 տարի կնստեմ, կգամ ծաղկացրեմ, եկավ ծաղկացրեց թե քանդեց։ Շո։ Հուսանք որ ամեն ինչ լավ կլինի, որովհետև մեր հարևան երկրների հետ մենք պետք է ունենանք առողջ հարաբերություններ։ Ես ակնկալիք ունեմ, որ հետ չգա, մնա այնտեղ вообще, չգա։ Աշխարհի վատ մարդն է, ինչ ասեմ։ Այդտենց ծնունդը ոնց կլի, խեշերի մենք բոլորս ասենք մեծամասնությունը ուզում է որ մյուս տարի ինքը չհասնի այս Թուրքիայից գա հրաժարական տա խելք ունենա մի քիչ էլի։ Ինքը իր կնիկը вообще զիշովի մարդիկ են, ինչ ասեմ։ Աղայից ասում է բոմժ չի դառնա, բոմժից աղա չի լինի։ Այդ սովորոշները սաղ կյանքում են ալենը ասում է ես կեսագրություն ունեմ, բոլորի վրա գորգորում է, ասում է դուքով խոսացեք։ Այդ որ դու պետք է քեզ անես պայես որ դուքով խոսան, ոչ թե գոռում ես, չէ՞, լարշարեն ես իմ գարկի նման տղոր երբե էր էլի։ Էդի մարդ չի էլի, ոնց կարելի է։ Այդ տոնով խոսան, ոչ եմ։ Սենց մարդ զզվում է էլի։ Ես մի անգամ խոստացել էի մատաղան է, ակտոր։ Անցավ մի քանի տարի դուրս ինքը լրատ չեղավ։ Հետո էլ որոշեցի, որ գնա, ոչխար կարնեմ, մի հատ մատաղ կանեմ։ Էլի չստացվեց։ Հասկանում եք։ Ձեզ ուզում է ծախսի տակցի ավել։ Ոչինչ, իմ թոշակով մի հատ գարը կարնեմ։ Հիմա էլ որոշել եմ ինչ արդեմ։ Մենակ թե դա էդ է էլի, ինչ ասեմ, դրան եմ սպասում։ Ու բաժանեմ երևանցիների վրա, ղարաբաղցիների ուտեն մեղքել այդ մարդիկ համար։ Ոչ մեկից լավ բան չենք սպասում։ Ոչ մի ղեկավարությունից։ Այսօր Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանի հրավերով մեկնում է Թուրքիայի Հանրապետություն։ Վարչապետի աշխատակազմը հրապարակել է Փաշինյանի հետ Թուրքիա մեկնող պաշտոնյաների ցանկը։ Նրանց թվում Փաշինյանից բացի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն է, փոխնախարար Վահան Կոստանյանը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերով բանագնաց Ռուբեն Ռուբինյանը, Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։ Ուշագրավ է, որ պատվիրակության կազմում նաև պաշտոնյաների անվտանգությունն ապահովող ծառայության ՊՊԾ-ի ղեկավար Արթուր Գասպարյանն է։ ՊՊԾ ղեկավարը Նիկոլ Փաշինյանին չի ուղեկցել նախորդ շաբաթ Չեխիա կատարած այցի ընթացքում, նաև մայիսի 15-ին Ալբանիա կատարած գործուղման ժամանակ։ Օրագիր Նյուզի հարգելի հետևորդներ, մեկնաբանություններում գրեք, ինչ ակնկալիք ունեք Նիկոլ Փաշինյանի Թուրքիա այցից։